Ազատություն ռադիոկայանի Մաքս ակումբի այսօրվա հյուրերն են իգական սեռի ներկայացուցիչ ռոքերները Դոգմա ռոք խմբի վոկալիստ Զառա Գևորգյանը Alien Time խմբի վոկալիստ Եվա Սուջյանը Դեղ ռոք խմբի վոկալիստ Սրխուհի Հովանեսյանը արտահայտվել էր մեզ մոտ Գոռո Սուջյան մասնավորապես, որ ռոքն ավելի շատ տղամարդկային գործ է, հա, ինչու են աղջիկները որոշել ռոք երգել եւ արդյոք Հայաստանում քիչ են, շատ են աղջիկ ռոքերների թիվը եւ ընդհանրապես ինչ խնդիրներ ունենք մենք այսօր աղջիկ ռոքերները։ Իսկ մենք ունենք ռոք երգչուհիներ։ Իհարկե ունենք։ Շատ են, քիչ են, պետք է որ թիվը մեծանա թե ոչ։ Քույրս է, հարազատ քույրս է ռոք երգում։ Եվա Սուջյան, Էվա ռոք բենդ կա Դոգմա ռոք բենդ, նույնպես ու շատ հետաքրքիր է, կա Ձեծի Պիկասո։ Ընդհանրապես տարածված կարծիք կա, որ ռոքը տղամարդկային երաժշտություն եւ տղամարդու համար։ Այդ կարծրատիպերը մեզ հաջողվել է կոտրել, թե դեռ ճանապարհին ենք դրա։ Գիտեք ինչ, ես էլ եմ համաձայն նրա հետ, որ ռոքը տղամարդու ընդհանրապես չգիտեմ, ինձ թվում է, որտեղ տղամարդը ֆանատ չէ, սիրահար կամ ընդհանրապես այդքան շուտ մասայի մասին եմ խոսում։ Այսինքն տղամարդ ավելի շատ մասա է հավաքում այն առումով, որ աղջիկ ֆանատկաներ ավելի շատ են լինում, քան տղա ֆանատկաներ աղջիկների համար։ Աղջիկների դեպքում եւ տարբերությունը։ Այսինքն մինչեւ այսօր հաջողվել է շատ ավելի մեծ հաջողությամբ հանդիսալ տղամարդ ռոք երգիչներին։ Կարծում եմ, որ բայց դե եղել է Ջենիս Ջոպլին, որ կին, բայց չեմ ասի, որ ինքը կին է, էլի։ Ջենիս Ջոպլին ինքը լրիվ տղա էր։ Ինձ համար։ Ես ինձ թույլ կտամ չհամաձայնել եղբորս կարծիքի հետ։ Կարծում եմ, որ ռոք երաժշտությունը կին արմատը նույնպես կարող է շատ լավ կատարել։ Ոնց որ եւ կատարում ենք մենք։ Եվ իսկապես կան հայտնի անուններ, չէ՞, կին ռոքերների Ջենիս Ջոպլին, Սյուզի Կուատրո եւ այլն եւ աշխարհահռչակ այդ ռոք դեմքերը երբևէ կարծում եմ չի եղել այդ քննարկումը։ Կան սեռի ներկայացուցիչ, ասենք ռոքի մեջ միշտ են եղել իրանք։ Դեռ 30-ականներից երբ որ այդ ամեն ինչը սկսվել է այդ շարժում, իրանք միշտ ներկա են եղել։ Այդ ոճը զարգացնող Ինչ խնդիրներ ունեն այսօր ոչ միայն աղջիկ ռոքերները, ընդհանրապես երիտասարդներն, ովքեր զբաղվում են կամ ներկայացնում են այդ ուղղությունը երաժշտության։ Հիմնականում ներկայանում են փաբերում, ակումբներում, մեծ բեմերում ավելի քիչ են, խնդիրը որն է։ Փաբերում, ակումբներում շատ են ռոք խմբերը։ Կան որակով խմբեր, տաղանդավոր երաժիշտներ շատ, որ դուրս չեն գալիս ասպարեզ, որովհետև մեր մոտ մի քիչ փակ է այդ ասպարեզ դուրս գալու հարցը։ Ցավալի փաստավոր առաջին հերթին ռոքերների համար ամենամեծ բեմը կարա լինի տիկնիկային կամ Սունդուկյանը, բայց այստեղ ժողովրդի մտածելակերպի հետ կապված խնդիր կա, որ իրենք ուղղակի սովոր չեն։ Այսինքն հիմա այդ երիտասարդությունը նոր սկսում են ադապտացվել, որ կարելի է մի քիչ այդ փոփ կամ եւ այլ սթայլերից մի քիչ ավելի շեղվել դեպի ուրիշ հետաքրքիր կողմեր, ուղղակի ժողովուրդը սովոր չի ու միգուցե դրա համար են դեռ ուղիները փակ դեպի ավելի մեծ բեմեր, որովհետեւ ժողովուրդը դեռ միգուցե պատրաստ չի տեսնել այդ ամենը ավելի մեծ խնդիր չունեք։ Օրինակ հեղինակատարողները միշտ դժգոհում են, որ գովազդի խնդիր ունեն, եթերում երևալու խնդիր ունեն, որովհետեւ եթերը հեղեղված է փոփ երաժշտության, բայց սակայն թե դրա մասին չենք խոսում։
Դե միգուցե որոշակի խտրականության հարց է, ես չգիտեմ։ Ինչով կբացատրեք այդ խտրականությունը։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ ռոքը ինքը հենց այդ կլուբային ակումբային ոչ թե ակումբային երաժշտությունն է, այլ իր համար հարմար տեղ ակումբներում են, ու դա ընդունված պրակտիկայի ամբողջ Եվրոպայում ինչ-որ օպերայի դահլիճում ռոք չեն կատարում, բացառությամբ եթե դա մեծ նախագիծ է ու ինչ-որ սիմֆոնիկ օրկեստր է մասնակցում, ասենք դրան։ Իսկ Հայաստանի պարագայում, ասենք տիկնիկային թատրոն կամ Սունդուկյան կամ չգիտեմ Պարոնյան, էլ որտեղ առաջարկում եք ռոք խումբը համերգ կա, որտեղ օպերայում, համալիրում, այտենց համերգ անգամ էլ ամենամեծ ձեր ասած եթերներում պատտվող խմբերը կամ դեր անունները, երգիչները իրանց չեն կարողանում թույլ տալ, ու չէ, թույլ տալիս են, բայց այդ իրանց տեղը չի։ Նույնը նաև ռոքի դեպքում ես կասեմ, էլի։ Ուղղակի Հայաստանը չունի այդ դահլիճային բաները։ Եթե տարածվածության եւ մատուցման առումով, օրինակ համեմատություն տանենք Հայաստան եւ Վրաստան, հա, Վրաստանն այն երկիրն է, որտեղ կարծում եմ ռոքը շատ հետաքրքիր այդ առումով կոլորիտային, մի հատ շատ հետաքրքիր բան ունի։ Ուրեմն Հայաստանում կան խմբեր, ասենք 7-8 գործող խումբ կա մաքսիմում, ու հետաքրքիր փաստն է, որ այդ բոլոր խմբերը իրանք հատուկ տեսակն ունեն։ Ռոքի տարբեր ճյուղավորումներում հանդես եկող խմբեր են ու մեկը մյուսին գրեթե չի նմանվում ու չէ կրկնվում։ Այսինքն ամեն խմբից մեկ հատ են։ Ու այդ մարդիկ այստեղ հնարավորությունը չունեն արտահայտվելու, որովհետև ինչքան էլ ռոպագանդան գնում է ռոքի, հիմա ուրիշ հարցը դա այդ որ ձևով գնում լավ թե վատ, այս մարդիկ հնարավորությունը չունեն արտահայտվելու։ Ինչը լրիվ հակառակն է Վրաստանի դեպքում։ Այնտեղ միլիոնավոր ռոք խմբեր կան, ու շատ չափազանցրած եմ ասում, որոնք մեկը մյուսին նման են, որոնք կրկնօրինակում են ստացված ինչ-որ խմբերի արտասահմանյան, որոնց երաժշտությունը հատուկ լսելի չի, որովհետև ինչքան կարելի է նույն բանը անդադ լսել, այսինքն ոչ մի նորություն, ոչ մի փոքր գոնե հետաքրքրություն չգտնել, բայց այնտեղի հեռուստատեսությունը, եթերը, ռադիո եւ այլն այնտեղ այնքան բաց է, որ եթե որևէ մեկը մի նորմալ, մի ավելի խելքին մոտ տարբերվող բան է անում, իրեն միանգամից կվերցնեն, կառաջարկեն, որ եթերում լինի ինքը, նույնը կարելի է ասել, օրինակ մեր դեպքում իրենք մեզ առաջարկեցին, որ մեր տեսահոլովակը այդտեղ ինչ-որ եթերում լինի, մենք գաղափար չունենք, իրենք մեզ հետ կապնվեցին ու այն մի բան ինչ-որ այստեղ եթերն անդադ սպասում, որ դու պետք է գնաս ու խնդրվես, անգամ երբ որ այստեղ Deep Purple-ը լինում կամ մեկ այլ կամ Jethro Tull նման մեծ խմբեր են լինում, այստեղի եթերը նորից փակ է նման անունների մասին, ինչի մասին է խոսքը։ Իսկ Վրաստանը նույն այստեղի համերգի համար իրանք օտորում է, որ քո ռեկլամը ինքը ներկայացնի։ Ու դրան ռեկլամ չեն ասում, դրան ասում են անոնս, ինչ որ մշակութային անոնս է, դա գովազդի կատեգորիայում չի գտնվում։ Դուք նաև մրցութային ծրագրերի չեք մասնակցում, հա, կամ նախընտրում եք չմասնակցել, եթե իհարկե եղել են այդպիսիք մասնակցի։ Դոգմա խումբը եղել է, ասենք նույն ազգային մրցանակաբաշխություն եւ հրավեր, բայց ինքը պարզապես հրաժարվել է, որտեվ մենք, այսպես ասենք, հավատ, վստահություն չունենք այն մարդկանց վրա, ովքեր այդտեղ ժյուրի են։ Ես չգիտեմ ինքը ով է։ Ես երբևէ չեմ իմացել ինչ չափորոշիչներով է գնահատվում տվյալ խումբը, գործը, չգիտեմ։ Այդ դեպքում, եթե ամեն ինչ այդ կարգի փակ է ու անհասկանալի, ես ինչու պետք է իմ գործը որևէ մեկի դատին հանձնեմ, ում քննադատ լինելու վրա ես կասկածում եմ երաժշտության մասնախոսք։ Շնորհակալ եմ, նշեցիք մի քանի խնդիրներ, դրանց ելքերը որոնք են լուծման։ Ինչ որ մեկը ժամանակին 20 տարի առաջ, ասենք, ինչ որ ռելս է դրել, որ երկաթ գիծ է, որով գնում են բոլորը, բոլոր խմբերը, անհատները, իրենք պետք է անցնեն այդ ռելսով, որպեսզի այս 4-րդ կետում, ասենք, լինեն ճանաչված։ Դրանից առաջ պետք է 4 քայլ անեն։ Բոլորը գիտեն այդ քայլերը նաև մենք գիտենք, բայց կոնկրետ մեր նպատակը մեր ռելսը գցելն է, ասենց ասեմ։ Ձեր ուղղությունը։ Մեր գիծն ունենալն է, այսինքն մեզ համար այդպես sense մասսայական հեղինակություն, ճանաչում վայելելը ավելի պակաս կարևոր է, քան մեր երաժշտությունը մատուցելն է, ոնց որ մենք ենք ուզում մատուցենք ու չփոփոխենք որևէ կերպ այդ ռելսի մեր չցանկացած ռելսի վրա հայտնվելուն։ Ու կարծում եմ մենք ինչ որ չափով այդ ռելսը գցել ենք ու գնում ենք ու մեր խումբը այդ առումով չի բողոքում, որտեղ
իրոք տեսել ենք այդ հաջողությունները, երբ որ աշխատանքդ գնահատվում է ոչ այն ստանդարտներով, որը որոշել է այստեղ այս երկրում որևէ մեկը, այլ այն ստանդարտներով, որ քո համար ավելի ընդունելի են, որովհետև այդ ստանդարտներով անցնում են, ասենք, շատ հայտնի մարդիկ, էլի։ Շնորհակալ եմ Զարա, Եվա, լսեցինք, հա, արդեն մի քանի խնդիրներ բարձրացրեցինք, մշակված հստակ ուղիները ձեզ որքանով են գոհացնում։ Մեզ մոտ ընդհանրապես աշխարհում հեռուստատեսությունը դա շատ ուժեղ զենք է ու ինչ որ հեռուստացույցով հրամցնես մարդկանց, նաև կընդունեն եւ կընկանեն։ Այսինքն մեր ժողովրդին երկար տարիներ շարունակ այնքան են կերակրել վատ որակի երաժշտություն, որ նրանք սովորել են արդեն այդ երաժշտությունը լսել, հասկանում եք։ Ու դրա համար հիմա եթե սկսեն ռոպագանդել լավ երաժշտություն, ես հենց կոնկրետ ռոք երաժշտության մասին չեմ խոսում, չնայած որ ես ռոք երգչուհի եմ, ուղղակի որակյալ երաժշտություն սկսեն հրամցնել, մարդիկ ավելի ճաշակով կսկսեն դառնալ ու լսել ճաշակով երաժշտություն։ Ընդհանրապես ակումբներում երգելուց հաճույք եմ ստանում, որովհետև երաժշտությունը ինձ համար արդեն հաճելի բան է, երբ որ ես, հա, ընտրյալ մասաներ են, հա։ Այո, եւ երբ որ գալիս են լսում են ինձ, ես դրանց արդեն հաճույք եմ ստանում, կապ չունի դա մեծ դահլիճ է, թե փոքր դահլիճ է, ընդհանրապես տարբերություն չկա։ Ճիշտ է, որ մեծ համերգներ են լինում, դա էլ հաճելի է, իսկ միակ տարբերությունը այն է, որ հեռուստացույցով քիչ են ռոպագանդվում, բայց դա ինչ որ տենց մտածելու հարց չի։ Այսինքն դա ձեզ չի անհանգստացնում, որ հեռուստատեսությունները զբաղված չեն ռոքի ռոպագանդայով։ Ինձ ես նորից կրկնեմ, անհանգստացնում է, բայց որ օրինակի համար ինձ չեն հրավիրում ինչ որ հեռուստացույցով հանդես գալու, դա չի անհանգստացնում արդեն։ Եթե միջ այդ անհանգստացնում էր, հիմա արդեն ինչով է պայմանավորված այդ արդյունքը։ Դե չգիտեմ, երևի տարիքի հետ է փոխվում ամեն ինչ, սկսում ես հասկանալ, որ գուցե վիճակին համակերպվեցիք։ Չէ, ուղղակի հասկացա, որ դա այդքան էլ կարևոր բան չի, ավելի կարևոր է ստեղծագործել ու երևի մի օր դա ինչ որ լայն մասնականության կողմից կնկալի։ Ընդհանրապես, երբ որ ինչ որ մի խումբ ստեղծվում է, ինքը գիտի, որ պետք է ստեղծագործի իր կոնկրետ լսարանը ունենա, ես համոզված եմ, չկա որևէ մի խումբ, որը որ չի ուզենա լսված լինի։ Լսված լինելը հենց մարդկանց կողմից մենք հասկանում ենք փաբերում եւ կլաբերում մենք ունենք այն բոլոր խմբերն էլ ունեն այն ժողովուրդը, որը որ իրան սիրում է, բայց այստեղ ավելի լայն խնդիր կա ու ոչ միայն ռոքի մեջ, ճաշակով երաժշտության մեջ։ Այն հարցն է, որ այստեղ հենց underground վիճակների մեջ արվում են այնքան հետաքրքիր էքսպերիմենտներ։ Ես ինքս գիտեմ նոր խմբեր, որոնք շատ հետաքրքիր էքսպերիմենտներ են անում, բայց իրանց երբեք չես նկատի, որ իրանց հրավիրեն, ասեն այսպեսի նորություն, այսինքն TV-ն միևնույնն է շատ բաներ է փոխում, որովհետև գոնե ոչ մեկ փոփին կամ ինչ-որ բանին դեմ չի գնում, դա ամբողջ աշխարհում կա ու միշտ էլ լինելու է, բայց համենայն դեպս ուշադրություն դարձնելը նաև ուրիշ ֆորմատներին շատ կարևոր է, որովհետև իրոքից ինչ TV-ից տալիս են մարդկանց, նրանք դա վերցնում են։ Ինչի օրինակ շատ խմբեր, որոնք որ կարողացան հասնեն հեռուստատեսություն, նրանք դարձան շատ հայտնի, հա, Դորիան Սերենկարնացիան օրինակ, թեկուզ եւ ռոք չէ, բայց ամենայն դեպս, այսինքն ինձ թվում է, որ երաժիշտները, որոնք ստեղծագործում են, շատ արժանի են այդ դրան, որովհետև իրենք ասելիք ունեն, նրանք լիքը շատ նոր հետաքրքիր բաներ են անում, շատ կալորիտով, շատ, չգիտեմ, այսինքն այդ երաժշտություն, որակով երաժշտություն ասվածը իսկապես պահպանվում է։ Ու դրա համար զուտ դա ափսոսանք է, չգիտեմ, որ ուշադրություն չի դարձվում, գոնե մի փոքր։ Հիմա կա պրոգրես կա ամենայն դեպս, որովհետև այս վերջերս տեսել եմ, որ սկսել են ինչ որ չափ թեկուզ այս հաղորդումն էլ արդեն կարելի է պրոգրես համարել, բայց ամենայն դեպս քիչ է, որովհետև պետքա բոլոր երաժշտության կատեգորիաները նույն կատեգորիայի մեջ լինեն, հետո լսողը արդեն ինքը ընտրի, ինքը որ կատեգորիա։ Հավասարապես հարկավոր է մատուցել։ Հա, այսինքն խնդրական ուղղակի երկրում հիմա մի քիչ վատ տենդենս են ես նկատել, ճիշտ ասած, որովհետև մեր մոտ շատ ամեն ինչ արագ մոդայի կա դառնում, ու երբ որ օրինակի համար սկզբում դուրս եկավ հայտնի Դարավենբերայի խումբը, հետո, չգիտեմ, Ռեինկարնացիան, հետո Դորիանսը, դա ռոք երաժշտություն ընդհանրապես դառավ շատ մոդայիկ, այսպես կոչված իրանց համար ավելի ճիշտ, այսինքն փոփ երաժշտության ներկայացուցիչների համար, եւ նրանք մտածեցին, որ օրինակի համար ռոք երաժշտությունը դա գիտարի ձայնն է միայն, հասկանում եք, ու սկսեց ինչ որ ինձ համար անհասկանալի ռոքի մեջ երգեր կատարողներ հայտնվել ասպարեզում, որ ես դա չեմ ընդունում ընդհանրապես։ Օրինակի համար երգում են ինչ որ մի հատ երգ, մեջ օգտագործելով շատ կարճ ինչ որ
փոքրիկ հատված էլեկտրոգիտարով, սոլո, հա, որը իրանք անվանում են դա ռոք երաժշտության, չէ, ռոքի շեշտեմ անպայման ռոքի մեջ երգ։ Ռոքի մեջ երգ տենց ասված չկա, տենց բան չկա։ Գուցե դա հենց փոփոխություններ, հա, մեկ քայլ դեպի առաջ։ Ես գտնում եմ, որ ամեն մեկը պետք է իր տեղը իմանա, այսինքն եթե ես ինձ գտել եմ ռոք երաժշտության մեջ, ես ռոք երգչու եմ, ես ռոք երգչու եմ, բայց դա գիտարի, սոլոյի հետ կապ չունի, ես կարող եմ առանց ոչ մի բանի ակապելա երգեմ ու կողքինը հասկանա, որ ես ռոք երգչուհի եմ, որտեղ դա հոգեվիճակ է, դա ներսից է, դա ընդհանրապես ուրիշ բան է, դա ամենա գիտարի ձայնը չի, հասկանում եք։ Զարա ասելիք մի հատ հավելում էի ուզում անեի, մարդկանց ծանոթացնել, օրինակ կարելի է, որ ասում էի երաժշտության տարբեր կատեգորիաները լինեն հավասարաչափ, թեկուզ ոչ մեկ չի ասում, որ չդնեն այդ երաժշտությունը, չգիտեմ ինչ, դա իրանց ընտրությունն է, դա իրանց ոչն է, իրանց ներողություն գումար աշխատելու ձևն է, բայց օրինակ կարա լինի շատ հետաքրքիր հաղորդումներ, որ ուղղակի մարդկանց տեղեկացնեն տարբեր ոճերը, ոչ միայն ռոք, ջազ, թեկուզ ռեգի, թեկուզ շատ տարբեր ոճեր, թե ինչ կա ընդհանրապես, որովհետև ժողովուրդը բացարձակ տեղեկացված չի։ Մարդիկ, օրինակ ես գիտեմ շատ մարդկանց, որոնք լսում են Sting-ի նախկին խմբի Police խումբը, որը որ ինքը հիմնականում շատ ռոքային ստեղծագործություններ ա ունեցել, իրանք լսում են առանց իմանալու, որ իրանք այդ լսում են, որ դա ռոք ա կոչվում։ Եթե իրանք ասես, որ դա ռոք ա կոչվում, իրանք կարող է սկսեն էլ չլսել, բայց որպես փաստ իրանք դա դուր ա գալիս։ Այսինքն իրանք ուղղակի տեղեկացված չեն։ Այստեղ օրինակ ենք բերում Dorian Sampy, Rave Beautified Project եւ այլն, այդ խմբերը պարզապես իրենց մոտ արդեն պլանը եղել է, որ իրենք պետք է այդ ուղով անցնեն, այն որ ես նշում եմ, որ պետք է անցնեն այս ուղով ու այս կետում դառնան հայտնի։ Ու դա նույնպես ոչ թե վատ ու լավ է խնդիր, դա ընտրության խնդիր է։ Մարդ այդ նպատակը դրել է, որոշակի տեղ հասնելու համար ինքը այդ ուղին ընտրել է։ Լավ, իսկ Եվայի նշած խնդիրը ձեզ օրինակ որքանով է անհանգստացնում, հա, որ երգիչները հատկապես փոփ սկսել են երգել այդպես ինչպես իրենք են բնորոշում ռոքի մեջ երաժշտություն։ Ինձ համար դա զուտ երաժշտական անգրագիտության պես մի բան է, որովհետև եթե դու ուզենաս ինչ-որ մի մաս ռոքի մեջ անես, արա դա նենց, որպեսզի լինի գրագետ, որպեսզի լինի ամենայն դեպս ճաշակով, չգիտեմ ոնց արտահայտվեմ ընդհանուր առմամբ, որպեսզի հասկանալի լինի, բայց ամենայն դեպս չի կարելի ուղղակի ինչ-որ մի բան անել, թեթև ամեն տեղից վերցնել ու վերջում ստացվի ինչ-որ մի հատ միքս տարբերակներ, շատ կան միքս տարբերակներ, բայց իրանք հստակ կոնկրետ, չգիտեմ, ճաշակով արված, շատ մտածված է այդ ամեն ինչի վրա, ոչ թե այստեղ ամեն ինչին շատ անլուրջ են վերաբերում, հատկապես երաժշտությանը։ Մարդ երգ է գրում, ինչ որ մի հատ կապ չունի երգ, ու այդ երգը վաղմիսօր հայտնվում է, չգիտեմ որտեղ, լսում ես ու չգիտեմ չոր աբսուրդ է գալիս որոշ տեսակի, որովհետև շատ անլուրջ վերաբերմունք է այդ process-ին։ Իսկ այդ process-ը լրիվ ուրիշ բան պետք է թելադրի, ներքինից ինչ-որ կոնկրետ մի բան պետք է լինի, ոչ ուղղակի սենց անկապ ինչ-որ մեկի միտքը եկավ, ստեղից մեկը մի բան մտցրեց, մյուսը մի բան մտցրեց ու դառավ ինչ-որ անհասկանալի բան։ Էդ էլ է խնդիր, բայց այդ զուտ արդեն, չգիտեմ, մեր խնդիրը չեմ համարում, որովհետև միևնույն է, ինչքան խոսես, չխոսես, միևնույն է լավ ու վատ բաներ միշտ էլ հայտնվում են։ Եթե, չգիտեմ, 3 միլիոն բնակչության համար 5%-ը գոնե ալտերնատիվ երաժշտություն է լսում բացի ոչ թե ռաբիզ, ասեմ, այլ մուղամական կլկլոցներից, այդ արդեն փրկության ինչ-որ հույս ու նշույլ ունի, էլի, որովհետև այդ երաժշտությունը շատ ուղիղ համեմատում եմ ես մարդու գիտելիքի, կենսամակարդակի, կրթվածության եւ ամեն ինչի հետ։ Մարդու երաժշտությունը իմանալով ինչ է լսում, կարող ես հոգեվերլուծել այդ մարդուն ու հասկանալ ինչ տեսակ է։ Միգուցե կոչ անեմ հենց այդ ալիքներին, որ ամեն ինչ այդ գովազդով, այդ գովազդը լցնելու այդ բանով չի էլի պայմանավորված։ Սա ընդհանուր ինձ թվում է պետական ինչ-որ որոշում պետք է, ոչ թե ցենզուրա դրվի, այլ ուղղակի զտվի։ Պետական մոտեցում կա, թվում է թե, հա, տեսեք, բերում են համաշխարհային ռոք խմբերի, օրինակ վարչապետի հովանու ներքո, դուք ասում եք, դա պետական մոտեցումը ու շատ լավ է, որ վարչապետը կարողացել է սատարել այդ։ Կոնկրետ ես այդ խմբերի բոլորի հետ, ովքեր եկել են ստե առնչություն ունեցել եմ, ես ինքս հրավիրող կազմակերպության մեջ եմ եղել ու դա մեծ ջանք է պահանջել, դուք չեք պատկերացնում ինչ ռեսուրսներ եւ
մեզանից եւ գումարային եւ այլն, որ այդ ամեն ինչ այստեղ տեղի ունենա, որովհետեւ մենք հավատացել ենք այդ գաղափարին, որ սրանով մի բան փոխվելու է։ Ու եթե անգամ շատ քիչ մարդիկ, ես անդադար ասում եմ, հասկանան, թե ինչ է նշանակում, որ Յեն Անդերսոնի Ջեթրոթալի պաշտոնական կայքում գրվում է Երևան, որ ինքը այնտեղ համերգ է տալու։ Դա ուղղակի ամբողջ աշխարհը Հայաստանը որպես կետ է անցալում, որտեղ ինչ որ մշակութային իրադարձություն է կատարվում, որտեղ եթե նման հեղինակության մարդը համաձայնվում է նվագել այդ երկրում, իսկ դա իրոք ջանք էր պահանջում, իրան ապացուցել, որ այստեղ աբորիգեններ չեն ապրում, որ սա մառախլապատ բան չի, երկիր չի, ոնց որ կարծում էր, ասենք յուրահիփը, իրանց իրոք համոզել են, որ էսի խորը մշակույթ երկար ու հարուստ մշակույթ ունեցող երկիր է, որտեղ այսպիսի մարդիկ են ապրում ու այստեղ իրանք սիրում են քո երաժշտությունը գիտեն, ու այդ մարդիկ այստեղ գալուց հետո այնպես են ազդվում, այնպես են հիանում, որ գնում են ու երաշխավորում են արդեն մեկ ուրիշ խմբի, որ կարող է այդտեղ համերգ լինել։ Լավ, դուք խոսեցիք հիմա հայտնի անուններից մեծ, հա, դեմքերից, իբրև նվաճում կարող եք ասել մի քանի քայլ, մի քանի դեպքեր, օրինակ դուք կարծում եմ կհիշեք, հա, այդ նույն բեմում հայտնվել եք Յան Գիլանի եւ շատերի հետ։ Դա ձեզ համար համարվում է նվաճում, թե ոչ։ Չգիտեմ ինչի անդադ ասում են ես Յան Գիլանի հետ, չէ, Յան Գիլանի հետ առնչություն ունեցել եմ, բայց ես նույն բեմում հանդիպել եմ Յեն Անդերսոնի հետ։ Էդի նույն նվաճումներից խոսենք, հա, ձեր խմբի։ Էդի ամենամեծ նվաճումն է, որ երբևէ որևէ մեկը Հայաստանից, ես ընդհանրացում եմ ու միգուցե մեծամտություն եմ, սովորաբար խուսափում եմ այդ նշել, այսինքն այդ մի քիչ մեծամտություն։ Ես հիմա ասեմ ինչ եմ ասում, որտեվ այդ դրա մասն այնքան չխոսվեց, այնքան մենք լռեցինք, այսպես շատ համեստություն արեցինք, որ չխոսվեց պարզապես դրա մասին։ Իսկ այդ ամենամեծ նվաճումն է, որ երբևէ երաժիշտը Հայաստանից կարող էր ունենալ։ Նույն բեմում ոչ թե պարզապես մի երգ երգել, այլ լինել նրա համերգի հյուրը դեռ ավելին, ինքը նվագեր քո երգերը, դոգմայի երգերը։ Այդ նենց բանը, որ ցանկացած մեկը պետք է ուղղակի երազի, չէ, երազելու չի։ Երազել եք դրա։ Ես չեմ երազել, ես հանդգնություն չէի ունենա երազել նման բան, բայց տենց ստացվում է։ Ինձ համար ամենակարևոր նվաճումը եւ ձեռքբերումը կլինի այն ժամանակ, երբ որ իմ երաժշտությունը եւ իմ արվեստը կընդունի լսարանը։ Մինչև հիմա ինչքան որ ընդունել է, դա ինձ համար շատ հաճելի փաստ է, ու ես մենակ դրանով արդեն հաճույք եմ վայելում։ Իհարկե հանդիպելը աշխարհահռչակ դեմքերի հետ դա մեծ պատիվ կլինի, եթե այդպես բան լինի եւ այլն, բայց դա արդեն իսկ ինձ համար հաճույք է եւ նվաճում լինել ընդունելի թեկուզ այստեղ մեր երկրում մեր հանդիսատեսի կողմից։ Ուզում եմ ասեմ, որ մեր խումբը, տեղ խումբը, իմ խումբը ամենանոր խումբն է, որովհետեւ Եվայի ու Զարայի խմբերը նրանք ավելի երկար ժամանակ են անցել։ Կար ժամանակ, երբ որ մենք շատ ավելի փակ վիճակներում էինք, շատ ավելի չլսված վիճակներում էինք, մեզ համար անցած տարի եղավ հնարավորություն ուղղակի այդ Սունդուկյանի ֆեստիվալը ռոք ասոցիացիայի կազմակերպված այդտեղ լինել, որտեղ մենք հասկացանք, որ ավելի լայն մասսայի դիմաց կարողացանք հանդես գալ, դա որպես մի փոքրիկ նվաճում, բայց միշտ մի անփոփոխ նվաճում կա մեր խմբի համար, անկախ նրանից թե որտեղ կգնա մեր ճանապարհը, ուր կհասնենք, թե ուր չենք հասնի, զուտ միշտ ստեղծագործել, միշտ նոր էքսպերիմենտներ անել, բայց որ այդ էքսպերիմենտները չմնա ինչ որ փակ պատի առաջ, որ ուղղակի մենք ենք, մեր գործերն են ու ուղղակի մենք ենք, ուղղակի որպեսզի մենք կարողանանք լսված լինենք, ոչ թե սիրված չեմ ուզում ասել, չենք ձգտում այդպես, որ ճանաչված չգիտեմ ինչ, բայց մի անգամ էլ եմ նշում, որ ամեն մի ստեղծագործող մարդ միշտ ձգտում է, որ իրան լսեն ու կիսեն իր հետ այդ զգացմունքը, որտեղ ինքը զգացմունք է ունենում գրելուց, որոշակի գործ հատկապես ստեղծագործող խմբի դեպքում մի ամբողջ։ Առջևում ընտրություններն են։ Դուք մասնակցում եք նախընտրական քարոզարշավներին, ձեր համերգներով, ձեր խմբերով եւ ընդհանրապես այդ երևույթին ինչպես եք վերաբերում։ Ես ասեմ, որ մեր խումբը ամենայն դեպս ոչ, լինում են դեպքեր, երբ ինչ-որ միջոցառումներ են կազմակերպվում ու խմբերը հրավիրվում են, բայց մեր համար դա լրիվ ուրիշ նշանակություն ունի։ Մենք երբեք չենք քարոզում ինչ-որ կոնկրետ կուսակցություն կամ ինչ-որ մի կոնկրետ մարդու, մենք դա անում ենք երաժշտության համար,
որտեղ մեզ համար երաժշտությունը քաղաքականության հետ բացարձակ կապ չունի, մենք երաժշտության կողմն ենք ու մենք միշտ ապահովում ենք այդ կողմը։ Երաժշտությունը եւ քաղաքականությունը իրար ընդհանրապես տարբեր բաներ են։ Լավ, հարցս հետեւյալն է, եթե ձեր խմբին հրավիրեն այս կամ այն կուսակցության նախընտրական քարոզարշավին համերգին կհամաձայնեք, թե ոչ։ Ես ոչ։ Բացատրությունը, որովհետեւ կապ չունեն իրար հետ։ Այո։ Շնորհակալ եմ, Զարա։ Եթե անգամ այդ պարագամ հրավիրում են, դու միևնույն է քո արվեստն ես ներկայացնում բեմում, այնպես չի որ ուրիշ բան ես անելու։ Եթե պատվիրում են հատուկ երգ գրես, ասենք այդ դեմքը ինձ դուր չի գալիս արդեն։ Իսկ նման դեպքում եթե որևէ մեկը, որևէ ներկայացուցիչ ներկայանում է բեմից, նշանակում է ինքը նաև քարոզում է, չէ, որ իրեն լսողները իր կարծիքը նաև որպես կողմնորոշիչ համարեն ու ընտրեն, ասենք, տվյալ կուսակցությանը։ Եթե քո պատկերացումը տվյալ կուսակցության մասին իրոք այնքան է, որ դու կարող ես քարոզել նրանց ընտրելու համար, դրա մեջ ոչ մի կրիմինալ չեմ տեսնում։ Դուք կաք եք եթե դու չէ, չկանք։ Մեր կողմնորոշումը դեռ չունենք, որտեղ ոչ ոք դեռ ինչ-որ կոնկրետ ոչ նախընտրական ինչ-որ բան է ներկայացրել, որ մարդը մնա, հա, այսինքն չկա ընտրյալ, սենց ասենք։ Հակառակ դեպքում ոչինչ չի բացառում։ Շատ շնորհակալ եմ։